Դուք ևս ունեք ծանոթներ, ովքեր մշտապես զբաղված են, այսինքն նրանք չեն կարողանում հանգստանալ։ Իսկ ինչ անել այս դեպքում։ Իրականում այս ամեն ինչի պատճառը խորքային է։ Մարդը իրեն ավելորդ է զգում այդ ժամանակ, այսինքն ես կարևոր չեմ, երբ որ ես չեմ աշխատում, ես պրոդուկտիվ չեմ։ Ես չեմ կարողանում հանգստանալ, որովհետև ես ունեմ մեղքի զգացում։ Ես չեմ կարողանում հանգստանալ, որովհետև իմ ուղեղը տագնապային է այդ պահին։ Ես չգիտեմ ինչ am, ես պետք է անդադ զբաղված լինեմ։ Երբեմն աշխատանքը նույնպես դառնում է կախվածություն եւ փախուստ իրականությունից։ Փախուստ մեր ներսում գտնվող իրականությունից։ Այսինքն, երբ որ ես պրոդուկտիվ եմ, ես կարևոր եմ, երբ որ ես ինչ-որ գործունեությամբ զբաղվում եմ, իմ տագնապայնությունը լռում է, եւ ես մեղքի զգացում չեմ ունենում։ Այս ամենի արմատները այստեղ են։ Բայց իրականությունն այն է, երբ որ դուք չեք հանգստանում պրոդուկտիվ ձևով, ձեր օրգանիզմը ձեզ ստիպելու է հանգստանալ, այսինքն դուք կհիվանդանաք հոգեսոմատիկ ինչ-որ հիվանդություններով, երբ որ դուք արդեն ճար չեք ունենա չհանգստանալու։ Դուք չեք կարողանա վայելել կյանքը, իրապես։ Այսինքն, հանգիստ եւ ակտիվություն, այս երկուսը պետքա բալանսի մեջ լինեն։ Եթե սրանք բալանսից ընկնում են, մեր մոտ շատ բաներ փոխվում են։ Մեր առողջությանը դա վնաս է։